44-օրյա պատերազմից անցել է արդեն 5 տարի, բայց այն շարունակում է ազդել վարվող քաղաքականությունների ու հիշողությունների վրա։ Ինչպես են այսօր հիշում պատերազմը Հայաստանում եւ Ադրբեջանում, այդ հիշողությունները բռնության թե խաղաղության մասին են։ Վերջերս միջազգային հեղինակավոր Բրիլ հրատարակչություն հրապարակեց մի գիրք, որի գլուխներից մեկը նվիրված է Արցախյան հակամարտության հիշողություններին։ Այդ գլխի հեղինակ Արսեն Հակոբյանը քննարկում է հիշողության այն տեսակները, որոնք տարածված են հակամարտությունների տարածքներում։ Նախ կոսմոպոլիտ հիշողությունը, որը հիմնված է բարոյական արժեքների վրա։ Այդ օրինակներից մեկը հայոց ցեղասպանության մասին մեր հիշողությունն է, որն ուղղված է հետագա բռնությունների կանխարգելմանը։ Հաջորդը անտագոնիստական հիշողությունն է, որը կողմերին բաժանում է մենքի ու նրանքի։ Կարող եք կռահել, թե որ երկրի մասին է խոսքը։ Իսկ ագոնիստական հիշողությունը, որի վրա հիմնականում կենտրոնանում է հեղինակը, ի տարբերություն անտագոնիստականի, տալիս է հնարավորություն քննարկման եւ բաց երկխոսության, քանի որ կարեւորում է անցյալի բազմազանությունը։ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Ադրբեջանը օգտագործել է տարբեր հիշողություններ, մեզ հայերիս ապամարտկայնացնելու, թշնամանք սերմանելու եւ բռնությունը փառաբանելու համար։ Հիշողության օգտագործման նման օրինակներից մեկն էլ ռազմավարի պուրակն է, որի նպատակն էր նստեմացնել հայ զինվորներին։ Infocom-ի հարագից շարքում մենք խոսել ենք այդ գլուխը հեղինակած գիտնականի հետ, փորձելով հասկանալ, թե ինչպիսի հիշողություններ են ձևավորվել Արցախյան հակամարտության համատեքստում եւ արդյոք այդ հիշողությունները խաղաղության մասին են։ Այս մասին կարող եք կարդալ բիոյում տեղադրված հղմամբ։ Հետևեք, հավանեք եւ տարածեք մեր հրապարակումներ, իսկ եթե հավանում եք մեր աշխատանքը, աջակցեք մեզ Patreon-ում։ Խոստանում եմ հիշել բոլորի տանունները։